Ժողովուրդ ջան, ահա եւ մեր Լեննականը։ Գիտեք, շատերն ինձ նկատողություն, մի քանիսը նկատում, Լեննական չի Գյումրի, իմ համար Լեննականն է, եկեք ասենք Լեննական, սա մեր Լեննականի հրապարակն է, այս պոնչիկ, հիմա մենք եկել ենք 7 վերք, որ էր 7 վերքը, հա հենա, 7 վերք, հիմա մի հատ մեքենան կանգնացնենք սիրելիներս, գնանք մեր գործին, հետո կգնանք իմ մամայիս մորքուրի աղջկա տուն։ Հիմա մենք պտույտ ենք տալիս, որովհետև ընդհանրապես որ հարսանիքներին այսս մի 10 կրուկ փռվում է չէ։ Լիաննա ֆայտոն նստել ես, նստենք ես ու դու իրար հետ։ Զարիկ տոտան ասեց Անայի ջան, մենք մեր գյուղի ամենահարուստն էինք, ֆայտոնով էինք, մենք ֆայտոն ունեինք, դա ամեն մարդ չուներ այդ ժամանակ։ Դա ոնց որ հիմիկվա բան։ Սիրուն է Լեննականը։ Ինչև հիմա այն մորմոնները ֆայտոններով են ման գալիս։ Սիրելիներս, ահա մեր սիրելի 7 վերքը, գալիս ենք 7 վերք, ահա և մտնում ենք 7 վերքը, բոլոր նրանք ովքեր կարոտել են, ժողովուրդ ջան, մեր հրաշալի Գյումրիի Լեննականի 7 վերքը, էլի ենք եկի անցյալ տարի, հիմա մի հատ մոմ գնենք, նորից կմիանամ ձեզ։ Սիրելիներս, անցյալ անգամ որ եկանք, բան էր, պատարակ էր, շատ հետաքրքիր էր։ Լրիվ ուրիշ ստիլ է այս 7 վերքը, որ նայում եմ ես ոնց որ գիտեք, մեր հայկականն է, բայց ոնց որ ես կապույտի փիրուզի գույնը, 7 վերքի գույները լրիվ ուրիշ են։ Այս ամբողջ նկարների, կոնաների, այս լյուստրաները, ընդհանուր եկեղեցի, այս բալկոնը նայեք, լրիվ ատիպիկ եկեղեցի է և եթե դուք չեք մոռացել, ես Դավիթենց տուն որ գնացինք Ռուզան, այ այստենց եկեղեցի մտանք, պատկերացա այն աստիճան, որ բանի դա Սերժն ասեց ոնց որ ձեր ասեց օրթոդոքս ոնց որ Գրիգորյան եկեղեցի լինի, ու սենց էլի սենց բալկոններով փայտից ու այս գույներն էին լինի։ Հա, չես զգում որ սա ատիպիկ է, մեր մոտ Սուրբ Սարգիս բան որ մտնում ես այս գույները չեն։ Այս հրաշալի խալիները, լյուստրաները, առաստաղը, գնացինք։ Մեր տան, մեր դինին։ Դավայ։ Սիրելիներս գտնվում եմ իմ Զարմիկի Զարմուհու տունը, իմ մամայիս մորքուրի աղջիկն է, մեր Սուսանը, ժողովուրդ ջան, մի հատ բարևեք բոլորին, Արմիկ ջան, Ռաֆիկը, իր ամուսինը, մեր եկել ենք Գյումրի Լեննական երեխեք 30 տարուց ավել չենք տեսել, ահա և տեսեք մեր հյուրընկալ Լեննականը, մեր հյուրընկալ Գյումրին և իմ սիրելի դվայորնի քրոջս սեղանը, այս ամանները ինձ մեջ հիշողություն բերեց, նայեք տեսեք սիրելիներս։ No, Ֆրանսիա գիտես շմոդա է։ Ես եմ ստարամոդնիա։ Մի հատ խնդրում եմ։ Հայ ապրես, լավ ես ասել։ Ահա ժողովուրդ ջան։ Հիմա մենք մի կտոր հաց ուտենք, հետո նորից կնկարենք։ Ոսկան ինչ ձևի Խացնում ես նատայի։ հետո գյուղը հետո կապնենք կետային կուկային հետո միանգամից կամը Անհոգ էինք, անհոգ։ Այո։ Հիմա խեղդված է, այս անջանվավ։ Ճիշտ ասում Սուսանը, դե լավ Ավելի անհոգ էինք քան։ Մամա այդ գենացա։ ծնողներս կենացը Մամայի Սացիկ ճանագանջիտ կանցե։ գենացած մամայի, հա։ Առողջ եղի ամենակարևորը։ ամենակարևորը
Նայեմ կը հեչ չի փոխվել։ Ինչ որ մենք գիտենք, այդպես էլի։ Կավը հələ մեծերս են։ Հուսով եք որ Սուսան որ Ճիշտ է։ Ջայելին են փոխանցել։ Ստացել կավը ստեղծեք որ ջայելին ստացել ես Իգնասիան գասակից սպասում եք քեզ։ Սուժան փակած։ Գնացի սակոյի մոդոր գնացի ու դեր։ Դավա հերիկա։ Մեդաքսեն էլա։ C'est bon. Մի հատ։ Լեան ջան, ոչ մենք երկենք ավտոյի մեջ։ Դավայ Սան ջան, մի հատ երկը։ Չի ալդե բերեք։ Չէ, հələ ոչ է։ Իս թվում է ճանապարհին ազդելու իրանց վրա։ Այ խմեք էս պահի կենացը։ Ապրես համար անսպասելի, բայց չափից շատ հաճելի։ Ապրես Սուսան։ Ես բաժակաճառ չէ, բայց էս կապակցությամբ մի հատ բաժակաճառ գիտեմ ասում եմ։ Ասում եմ, եթե ուզում ես սիրահարվել երջանիկ լինել մի քանի անգամ մի քանի ամիս ուզում ես երջանիկ լինել, սիրահարվի։ Եթե ուզում ես մի քանի տարի երջանիկ լինել, ամուսնացի։ Եթե ուզում ես երկար տարիներ երջանիկ լինել, երեխաներ ունեցի։ Բայց եթե ուզում ես միշտ երջանիկ լինել, լավ ընկերներ եւ լավ կամպանիա։ Կամպանիայի կենացը։ Սուսեսի մնացին բաներ ապրես։ Ժողովուրդ ջան, դա բոլորիդ է վերաբերում սիրելիներս։ Մենք իդեալիկ, եղեք բարի, եղեք ունեցեք լավ ընկերներ, ինչքան ընկեր ենք ունենում, այդքան մարդ ենք։ Ապրես Սուսան ջանս շաքավեց, կոնդիցիաների կարիք չկա, լավ մսեցի։ Սուսան ջան, այդ քո բանը, այդ հետաքրքիր գեղեցիկ ասացվածքը մտավ YouTube։ Ականջների տող արեք, էլի սիրելիներս։ Սուս ջան, թող սեր պահեք, Միշտ ունացեք, պահեք բոլորի կյանքում շատ հաճելի։ Այսինքն կյանքում պետք չի ասել վերջ, երբեք, վաղը անակնկալ է։ Կյանքը պայքարի, ինչքան պայքարեցիր, այդքան լավ կապրես։ Ու ասում է ճանապարհին հնարավոր չի դու ճանապարհ բռնես ու գնաս ու չհասնես։ Դռներ նորանոր դռներ չբացվեն այն ճանապարհին։ Սուսան ջան, ապրես Ռաֆո ջան, Արմիկ ջան, Արթուր ջան, միշտ այդպես իրար թեև ու թիկուն լինեք։ Չէի կասկածում իհարկե ձեր ջիգարի վրա։ Շատ աբրիկոտ եկաք այսօր։ Սարի բարեմ կարելի։ Շատ ուրա։ Անեսի լավ տղայա։ Երեխեք ջան, էլի էս պահի կենացը թողենի, այսպես շատ լավ պահեր ունենանք։ Միշտ կհիշենք ես։ Երեխեք ջան, ձեր կենացը հադուկ։ Մեր համար միշտ Մենք շատ ուրախանչեցինք Սուսան ջան։ Լավ ծիծաղացինք ջանդամ, չէ, հա, ոտի վրա անեկդոտ։ Չէ, լավ, ես կնկարեմ։ Ապրես Ռաֆո ջան, շատ Մելի բոլորից կենաց։ Տեսնես կան լեննականցի Սուսան, որ հումոր չունենա։ չեմ կարծում, կամ բայց հազարեսնիք չէ։ Հումորը իրանց մեջ է ծնվում։ Ահա իրանց աղջիկը կես ժամջի, կես րոպե կողքը նստի, կմոռանացնեն իրեն։ Ահա իրանից անեկդոտը կուկա։ Ամեն ոսկի կգնի մի բան կսկսի։ Այդան այլի, այդան, հա, ոտի վրա, հա, պատկեցան քայլում եք աներերը։ Իստումա դա իծնել գալիս էլի։ Ինչ ասում Ժողովրդին տալս, Կազանից է եկել։ Ռուսաստանից է եկել։ Շատ ցանկալի ու շատ Ումին է Ռուսաստանից է եկել։ նույնիսկ մի լավ որ ապրեցինք։ շատ։ Դեր մեզ չսանես տարածքն է։ Դու պարծենները մեծ տարածք։ Որտեղ սենց։ No, չեմ գա, վախենում եմ, ստեղից կնայենք, ես ալերգիկ մարդ եմ, կարող է պատահի կպավ։ Այս հետևն էլ է իրանց հողը։ Արի հասար տեղ հա։ Ճիշտ մեծ հողը։ Մեր հողը չափակում է Սերժի։ Այդ բանը պարտեզ, այս անկի սաղ տներ են կողքերը։ Գնանք Կոֆո ջան, թե չէ մեր հողը կծել արմիկ։ Դերձը շես բրծնի։ Շուտ գնանք Կոֆո։ Ես իշտա ոտա անուշ։ Հա, դել են դակաչ։ Բայց այսօր շոկ պատկեց այսօր Երևանից կլինի։ Աղջի, նկար բերես Սուսան նկարը որտեղ ադրել ես։ Էսե պասեին մի բան։ Օպերատոր։ Ժողովուրդ ջան, նայեք տեսեք լեննականը, ծառերը, գեղեցիկ լրիվ մեր հին հնությունը մնացել է, չէ՞ պահպանվել է։ Այս ինչ սիրուն է։ Հա։ Նայեք տեսեք մի հատ բարձրահարկ շենք չկա։
Ուր լինի երկրաշարժից հետո իրանք հասկացան, որ սա սեյսմիկ գոտի է եւ ամբողջը նայեք, տեսեք նորակառույց շենքեր են սրանք։ Շենքերը 4 հարկանի են։ Բավական չի սարքում են ցածր, նույնիսկ բալկոնները այն լեննականի հնաոճ ձևով են կառուցում, որ չկորցնի իր բանը։ Շարմը։ Կոլորիտը ջան։ Տեսեք ինչ սիրուն երեխեք այստեղ։ Լաս Վեգաս։ Այնտեղ էլ բաններ, տեսար այդ այգու։ Այս բանի լեննականի կալցևոյներն են, այս լավ ռացիոնալ ձևով են սարքել։ Արտաս եվրոպական ստիլի, դե լեննական ձիգ եվրոպական ստիլի։ Եմ ասում, շատ ճիշտ եմ ասում, ես շատ նմանացնում եմ, որովհետև ոչ մի տենց ավելորդ բաներ չկան, շատ կանաչ կա ասեմ, եւ շատ գովելի է դա։ Իսկ թվում է եղանակից էլ այստեղ ավելի ցուրտ է, քան Երևան։ Չնայած ես իմ Երևանը շատ եմ սիրում։ Զանգեցին են Անահիտին։ Այս մասն է, այս այգին է երևի իրանց, մենք ստեղ եկանք երեխեք ռեստորանի շմեկ։ Այս այգիով կտրեցինք, չէ՞ ով։ Ճիշտ եմ օրիենտիրովկասի, հա, ստեղ չէր ով։ Շատ սիրուն է։ Շատ սիրուն է, հա, սենց եկար հրապարակ էլի։ Ապրես, Օֆելիա ջան։ Պոնչիկը մենք չենք մտնում այսօր, քանի որ մենք լավ պոնչիկ կերացեք ենք։ Չկա սիրուն է մեր։ Փոքր է, բայց շատ ույուտնի է։ Լեննականցիները իրանց լեննականն են հավանում։ Միշտ լավ երկեցիկ ձենձենի տված։ Սիրուն է։ Հիշում ես անցյալ տարի ստեղ ասեղ գցես տեղ չկար։ Այս պոնչիկանություն տեղ չկար։ Նայ, տեղ չկար, բայց լիքն է, ազատ։ Չկարողացանք դաժե մտնենք, ահագին սպասեցինք, որ նստենք։ Իսկ հիմա նայես Ազատ սեղանները, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց մարդիկ են։ Նույնիսկ փողը Ժողովուրդ ջան, մենք լեննականից դուրս եկանք եւ որոշեց Օֆելյան, որ գանք Սաղմոսավանք։ Ահա եւ մեր հրաշալի Սաղմոսավանքը ճանապարհին։ Ահա, գնացեք առաջ, ժողովուրդ ջան, ես սերվիս մի հատ նկարեմ։ Արտակարգ Օֆելյան մեքենան ականգնացնում, որովհետեւ բավականին շատ մարդիկ կան։ Այս էլ ձեր համար մի քանի կադր։ Հարսանիքա։ հարսանիքա։ Բա այստեղ շատ Նаш շաֆյոր պրոֆեսիոնալնի։ Այո։ Դու գիտես, որ այստեղ է հարսանիքը լինելու սիրելիս։ Հատոքի մարզում էսա։ Ուրիշ բան, հələ են կոմները որ գնանք։ Համանիշ գեղեցիկ է իր բացատը։ Երազանք կարակ պահեք առաջի անգամ եք։ Եվ չէ օֆուլա։ Լա, անդուխը չէր եք, ես թե։ Красота։ Այսինք անիշ հոտա։ Զմայրված են ծրագոչի անգամ տեսնես աստի։ 30 տարի տեստեղ եմ ապ։ Իրոք տեսանել են տունից լավն են շալեն հայտից։ Վաու, իսկական հորամին վաու։ Ժողովուրդ ջան, սա հրաշք տեղ է։ Մեր Սոֆո ջան։ Ինչ է եղել, Ռիզանյանից եղել։ Դիան դու եղել է։ Այո, իբրեն է կողմից հա ով։ Մենա տենտներից ես ո՞ր։ Այդտեղից։ Շալեները, սա բոլորը ինձ թվում է բաղանստացիներ են։ Այն մեկ ինչ է տաքսի է երանքին։ Շատ օրիգինալ բաներ են անում ժողովուրդը։ Եկեք նկարենք այդ վերջում։ Ժողովուրդ ջան, մենք եկանք միտեղ, որտեղ Հարսանյանց տարեդարձ է եւ հենց բոլորին ասում ես զգուշ դու արդեն տնկնում ես։ Ու շատ հետաքրքիր օրիգինալ հարսանիք են անում։ Ինձ թվում է։ Ես ինչ սարսափելի է։ Ժայռերը։ Օլոլո։ Հələ էտաժները նայեք երեխեք, հարկ։ Պատկերացնում եք։ Սարեր կաղաչեն։
Այ մաման լավ երգում ես երգը, իմ աստեղ լիներ մի հատ երգեր մամաս։ Մի հատ խնդրում եմ ես հենց տունը նայեք, երեխեք սա եւ կողքի են տունը, շալեներ են սրանք փայտից, ինձ թվում է սրանք լրիվ հանգստա պատկերացրեք մարդիկ էս հյուրատներ են էլի։ Ահա եւ վլոգը ավարտվեց մեր հրաշալի սաղմոսավանքով։ Ես կցանկանայի, որ աչքերս փոխանցել ձեզ եւ դուք էլ նայեք այս հրաշալի տեսարանը։ Այո, մեր Հայաստանը շատ գեղեցիկ է։ Մեր համար միշտ Հայաստանը եղել է Երևանը, մենք չենք պատկերացրել, որ Երևանից դուրս կան այսպիսի հրաշալի վայրեր։ Սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ավարտել իմ փոքրիկ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ ամենալավը։ Նրանք, ովքեր մոռացել են լայքերը, չմոռանաք դնել լայքերը, քանի որ իմ հետևորդուհիները ինձ միշտ հիշեցնում են, եւ նրանք, ովքեր ցանկություն ունեն գրանցվել Անահիտ վլոգ, կարող եք գրանցվել եւ միանալ մեր թիմին։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։